թե ինչու համար մենք ավակ շաբթվան, ավակ բահքի ընթացքին, ինչու մենք կգոցենք վարակույրը։ Անցած է ծեր միտքեն, և նաև ոչ թե միայն կգոցենք վարակույրը, այլ նույնիսկ բահքի ընթացքին մենք պսակի արարողություններ չենք գնել, պսակը արգելված է։ Վստահ եմ անցած գլած ծեր միտքեն, բայց չեք կիցած պատասխանը, պետք է ցեզի դեսնեմ, անո համար ոտքի ենամ գարձեմ ավելի լավ, չէ։ Ինչու վարակույրը կգործենք, ասի առաջին հարցում։ Մենք գիտենք, որ երբ որ Աստված ստեղծեց Ադամ և Եվան, իրենք դրախտի մեջ են, երբ որ իրենք մեղք գործեցին, Աստված իրենց դրախտեն դուրս վրընդեց։ Հետևաբար, երբ որ դրախտեն դուրս վրընդեց, ինչ եղավ, մարդը, որ միշտ Աստծո ներկայության մեջ էր, որ Աստծո հետ խոսակցության մեջ էր, որ ընդվեցավ դրախտեն բաժնվեցավ Աստծո։ Հետևաբար մենք մեր քրիստոնեական եկեղեցի մեջ, առաքելական եկեղեցու հասկացողությամբ մենք խորանը մեզի համար կներկայացնե այդ դրախտային վիճակը։ Խորանը Աստծո բնակարանը լավ։ Երբ որ մենք մարդը վրընդվեցավ դրախտեն, կնշանակե մարդուն և Աստծո միջև բադ նկաշվեցավ։ Եվ այդ բադը, որպես խորհրդանիշ, մենք ունենք վարակույր։ Աստված դագավին գա երկնքի մեջ, և այնտեղ միայն կան այն էությունները, որոնք մեղք չգործեցին։ Ովքեր են այն էությունները, այդ էությունները հրեշտակներն են, հրեշտակապետներն են և այլն, բացի մարդը, միայն մարդը մեղանչեց և միայն մարդը արտաքսվեցավ դրախտեն։ Եվ անոր համար, եթե լսած եք անարակ որդիին մասին, անարակ որդի մգար, գսե, որ իր հորը ժառանգությունը արավ և ցկեց հերավոր երկիր գնաց, և այդ երկրին մեջ գնաց մսխեց իր ամբողջ հարստությունը, հետո ետ դարձավ իր հորը, որպեսզի իր հորը քով գա։ Եվ այդ անարակ որդին արագ եւ որ մեզի կպատմե Քրիստոս, ինչ ասել գուզե։ Ասել գուզե, որ մարդն ալ, երբ որ մեղք գործեց, Աստծո հերացավ եւ գնաց անարագության մեջ։ Անարագության, այսինքն մեղքի կյանքի մեջ։ Լավ, այդ մարդը, ինչպես որ անարակ որդին անդրադարձավ իր սխալներուն, անդրադարձավ, որ ինքը սխալ գործեց, ետ կվերադառնա իր հորը։ Մենք ալ բոլոր մարդիկս, որպես անարակ որդիներ, պետք է նորեն դառնանք մեր հոր։ Լավ, ինչպես պետք է դառնանք մեր հորը, այստեղ կարևոր կետ։ Ուրեմն մարդու ստեղծագործութենեն մինչև Քրիստոսի ծնունդը Աստված մարգարեներ վրգեց, առաքյալներ վրգեց, որոնք եկան և պատրաստեցին մարդը, որ ինքը ինչպես նորեն Աստծո քով պիտի գա։ Եվ Սուրբ Գիրքն ալ մեզի կարևոր բան գսե։ Գսե, որ երբ որ Աստված ստեղծեց մարդը ստեղծեց իր պատկերով և իր նմանությամբ։ Ասա լսած եք։ Բոլորդ լսած եք, որ մենք ստեղծված ենք, գիտեմ, գարկ մգան, որ գիտեմ, բայց այ գուզեմ բոլորը գիտնակ, եթե այս երբ որ գիտնամ, թե դուք ինչ գիտեք, ինչ չեք գիտեր, ըստայնմ ես կրնամ ցեզի ավելի դարբեր դեղեցություններ տալ, որ ավելի օգտակար լինի։ Լավ, ինչպես Աստված ստեղծեց մարդը իր պատկերով և իր նմանությամբ։ Այսինքն, եթե մենք մեր գարչ խելքով առնենք, պիտի ասենք ուրեմն քանի որ մենք Աստծո պատկերն ենք և Աստծո նմանությունն ենք, կնշանակի, որ Աստվածը մեզի պես ցերքեր ունի, ոտքեր ունի, մարմին ունի, նյութական իմաստով այսպես կա, բայց ինքը այսպես չէ։ Աստված ստեղծեց իր նմանությամբ, այսինքն մարդը առանց մեղքի ստեղծվեցավ, որովհետև Աստված առանց մեղքի է սրբություն է։ Մարդը արդար ստեղծվեցավ,
որովհետև Աստված արդարություն է։ Եվ չարը մարդուն մեջ չգար, որովհետև Աստուծո մեջ, այսինքն բոլոր առավելությունները, որոնք գային Աստուծո մեջ, Աստված նաև ստեղծեց մարդուն մեջ։ Բայց ամենակարևոր կետը գիտեք ինչ է։ Ստեղծագործության մեջ Աստված բարգև մտվավ մարդուն, շնորհք մտվավ մարդուն։ Ինչ է այն շնորհքը։ Այն շնորհքը գամքի ազատություն։ Այսինքն մենք գդարբերենք աշխարհի մույս ստեղծվածներեն, որ մենք ունենք իմացականություն, ունենք խոսք եւ ունենք նաեւ ազատություն։ Ինչպես ազատություն, ազատություն ունելու ինչ որ գուզենք, հավատալու ինչի որ գուզենք եւ չհավատալու։ Եվ ճիշտ անոր համար է, որ ոմանք երբեմն կհարցնեն, լավ, եթե Աստված ստեղծեց մարդը անմեղ, լավ, ինչու համար մարդը մեղք գործեց, կպատասխանենք իրենց, որովհետև Աստված ստեղծեց մարդը ազատ, ինքը իր ազատության կամքով ընտրեց, որ ինչը լա, որ չարին հետ ընկերանա։ Եվ ինչպես եղավ այդ առաջին մեղքի, քիչ մցեզի առաջին մեղքի մասին մտածել։ Խոսիկ։ Գիտեք, բոլորը դա լսած եք, որ Ադամ եւ Եվան ինչ մեղք գործեց։ Կացին ծառեն եղավ։ Ծառ մգար, որ Աստված իրենց ասած է, ամբողջ այս աշխարհի բդուղներեն, կանաչեղեններեն, ինչեն որ գուզեք օգտվեցեք, բայց այս բարի եւ չարի գիտության ծառը, որ մենք նյութականորեն կգծենք որպես խնձորի ծառ։ Գսենք, որ Աստված ասավ իրենց այս ծառեն մի ուտեք։ Լավ, իրենք գերան, այսինքն ինչ մեծ մեղք գործալեցին, ինչ մեծ մեղք մներ։ Շատ մեծ մեղք չէր, եթե մենք առնենք այդ իմաստով։ Բայց հարցը այնտեղ չէ։ Հարցը որ Եվան եւ Ադամը մինչև այդ ծառի խնձորեն ասեն, քաղեն եւ ուդեն, մինչև այդ քաղելը իրենք 18 տեսակ մեղք գործեցին։ Նախքան ծառեն քաղել։ Եվ ծառը խնձորը քաղելեն իդ 8 մեղք գործեցին։ Ինչ կան եղավ 24 մեղք գործեցին։ Ասիկա ինչ որ կհաշվի։ Անոր համար ոմանք երբեմն գսեն, լավ մենք գսենք, որ Աստված արդար է, Աստված մարդուն գսիրե, Աստված մարդուն գներ է։ Լավ, ինչու համար այս մեկ խնձորի ծառեն ուտելու համար իրեն վրընդեց դրախտեն։ Ոչ։ Շատ մեղքեր գործվեցան մինչև այդ խնձորի ծառը ուտելը, եւ հիմա ցեզի գարկ մեղքեր պիտի ասեմ, բոլորը պիտի չսեմ, որովհետեւ գարենան ես ցեզի այսպես ընդհանուր սկզբունքը հասկացնեմ եւ հարաճգային ուրիշ կարևոր նյութերու մասին։ Առաջին մեղքը անհնազանդությունն է։ Բնականաբար, երբ որ քեզի գսվի դու այս ծառը մի ուտել եւ դու գերտաս ուտելու, ուրեմն կնշանակե դու անհնազանդ գտնվեցար Աստծո։ Երկրորդ մեղքին հետ հաղորդակից ըլլալ։ Ինչպես։ Մենք կտեսնենք, որ իրենք կացին, սատանային հետ նստեցան, իրեն հետ սկսան խոսակցին եւ այլն, մինչեւ որ սատանան գրծավ իրենց խապել եւ իրենք այդ մեղքը գործեն։ Եվ եթե իրենք նստած չլային եւ խոսած չլային սատանային հետ, իրենք պիտի այդ մեղքի մեջ չինային։ Ուրեմն այս երկրորդ Իսկ երրորդ մեղքը, որ քիչ մը ավելի մեծ մեղք է, որ երբ որ սատանան ասավ Եվային, ասավ ինչու համար դուք այս ծառեն չեք ուտել։ Ելավ Եվան իրեն ասավ, որ որովհետև Աստված մեզի ասավ, եթե դուք այս ծառեն ուտեք, պիտի մեռնիք։ Ուրեմն հոսքը նշանակե, երբ որ ես մեղք մգնեմ, առանց գիտնալու ավելի նվազ աստեցություն ունի, քան երբ որ մեղք մընեմ եւ գիտնալով հանդերձ մեղքը։ Հիմա եթե Եվան մորցած ըլար, որ իրեն ըսված է,
դարբեր ցևով դիենա, բայց ինքը չմորցավ։ Պատասխանեց սա մեզի ասած է որ դուք եթե ուդեք այս ծառեն պիտի մեռնիք, ուրեմն դու գիտեիր որ եթե ուդես այս ծառեն պիտի մեռնես, եւ անով հանդերձ Սատանան քեզի իսա, ուրեմն ինչ պատասխանեց իրեն Սատանան, որ օծի միջոցով, օծը միշտ Սուրբ Գիրքի մեջ խորհրդանիշը Սատանային։ Իրեն ասա որ ոչ թե պիտի մեռնիք, այլ Աստված գիտե, եթե դուք այս ծառեն ուդեք, դուք ալ աստվածներ պիտի եղաք։ Եվ այնտեղ եղավ 4-րդ մեղքը հբարդության մեղքը։ Լավ, մարդը ինչ կսպասեր ասի ավելի։ Ամբողջ աշխարհը իր իշխանության տակ դրված է։ Ամեն ինչը նույնիսկ անասունները ժամանակին թրախտի մեջ է որ ստեղծվեցավ աշխարհը, ցեզի ասեմ որ կազան գենտանիներ չգային։ Նույնիսկ գենտանիները բան էին հարցագող կամ արյունարբա այսպիսի գենտանիներ չկային։ Մենք կտեսնենք կգարտանք ծննդոց գրքի մեջ, որ գենտանիները մեկ կուկային ատամի մոտ եւ ատամ իրենց կուդար իրենց անունը։ Ով դրավ արյուծին անունը արյուծ, ատամ։ Ով դրավ ոչխարի անունը ոչխար, ատամը։ Հետևաբար ատամը իշխանն էր եւ դերն էր ամբողջ այս ստեղծագործության։ Բայց իրենք մտան ասին 4-րդ մեղքի մեջ, որ հբարդության մեղքն էր, որ ուզեցին իրենք կալ աստվածներ դրան։ Եվ ասիգա ամենամեծ մեղքն էր, որ հբարդություն։ Լավ, անգևերջ ինչ եղավ, տեսանք, որ գերան, հիմա այս ցեզի միայն 4 հատ ասի, մինչև ծառը խնձոր ուդելը, հիմա խնձորեն վերջ ալ 1-2 հատ ասեմ, որբեսի միտքը ծեր մոտ ամբողջ։ Երբ որ ծառեն գերան, Աստված գիծավ, ելավ գանչեց ատամին, ասավ ատամ ուր ես դու, միայն ասեմ, որ երբ որ իրենք գերան այս ծառեն, ըսկացին, որ իրենք մերգ են։ Ինչու, որովհետև մինչև այդ ծառեն ուդելը, իրենք մեղքը ինչ է չէին գիտեր։ Իրենց մերգ լալ մերգություն, եւ որ մենք խոսենք մերգության մասին, այսինքն խոսենք մեղքի մասին։ Եվ հիմա ցեզի ույս բաժինի դես։ Ելան բահվդեցան Աստծո երեսը։ Եվ որ Աստված գանչեց Ադամին, ասավ ուր ես, ասավ հոս եմ։ Ուր հոս ես, ծառերու մեջ բահվդած է։ Լավ ինչու բահվդած ես։ Ելավ ասավ Աստծո, քանի որ քուցայինը լսեցի, եւ որովհետեւ մերգ եմ, քեզ մե բահվդեցա։ Ուրեմն այնտեղ ուրիշ մեղքի մեջ մտան։ Գնշանակե թե դու չես հավատար, որ Աստված ամենակետ է, չես հավատար, որ Աստված ամեն տեղ է, չես ընդունել, որ Աստված ինքն է, որ քեզի ստեղծեց եւ ինքն է ամեն ինչը գիտե քո մասին, կացեր ես կբահվիս Աստծո երեսը։ Եվ հետո ինչ եղավ, գսե Ադամը եւ Եվան ծառերու դերևներով ծածկեցին իրենց մերգությունը։ Տեսեք, շատ կարևոր գետ մգա, որ նորեն պետք է գտնանք։ Երբ որ մենք կգարտանք այս պատմությունները, մենք չենք առներ նյութական իմաստով։ Ծառի դերևը ինչ կնշանակե, անիկա իմաստ, եւ որ գսենք, որ ինքը ծածկեց իր մերգությունը։ Մերգությունը ասենք ինչն է, մեղքը։ Հետևաբար մենք ինչով կրնանք մեր մեղքը ծածկել, հիմա տեսեք այստեղ ուկա ամիջապես պատասխանը։ Երբ որ Ադամ եւ Եվա ծածկեցին իրենց մերգությունը ծառին դերևով, գսե Աստված իրենց գաշիե, մորթե, հակուստը դվավ, որբեսի անով ծածկվի։ Հետևաբար այդ ծածկվիլը բանի գենտանի մորթով ինչ կխորհրդանշե, կխորհրդանշե բադարակը, որ պիտի ըլլա մարդուն այդ գործած մեղքին համար։ Հիմա հոս կուկա մեր երկրորդ բաժինը։ Հրյաներու ժամանակ ինչ կնեին, այն մարդիկը, որոնք մեղք կգործեին, գարնեին գենտանի, եւ այդ գենտանին պետք է անմեղ գենտանի ըլլա, պետք է արու գենտանի ըլլա,
պետք է ոչ մեկ թերություն չունենար, այսինքն չերը լար, գույրը լար, կամ գաղը լար, չերը լար, արու, գադարյալ և ամբողջական, և գդանեին այս գենտանին ուր գդանեին դաջար, այդ դաջարի մեջ գմադուցանեին այդ գենտանին, որպես զոհ իրենց մեղքերու փոխարեն, և ինչպես կլար, գուկային կահանային արջև, այդ ենտական ով որ բերած է այդ գենտանին, գտներ իր ցերկը այդ գենտանի գլխուն, և իրենց կահանան գաղոթեր, և իրենք կհավատային, որ այս մարդուն գադարած մեղքերը գմտնեն այս քարնուգին մեջ, և այս քարնուգը գմորթվի, ինչի փոխարեն, գմորթվի իր փոխարեն։ Անոր համար էր, որ ժամանակին հին ուխտի մեջ զոհեր գմադուցանեին, Հայաստանի հասկացողությամբ և հայկական հասկացողությամբ մադաղ գմադուցանեին։ Բայց մենք այստեղ, քանի որ մադաղի մասին խոսեցա, այսպես մեկ գետ մնալ անդրադառնանք մադաղի հարցի մասին։ Ուրեմն ասինք, Աստված իրենց հագցուց ինչ գաշի, գենտանի մորթով իրենց հագցուց, որբեսի ծածկե իրենց ինչը, ծածկե իրենց մեղքը։ Լավ, այդ մորթը ինչ էր, այդ մորթը այդ գենտանին էր, որ հետո պիտի սկսվեր մորթվի մարդուց մեղքերուն համար։ Եվ երկար ժամանակը, մոտավորապես 1500 տարիները ավելի, մարդիկ հրյաները այս ցեղով իրենց մեղքերը գկավեին, գենտանիներ գզոհեին, և այդ գենտանիները իրենց մեղքերուն թողություն տային։ Բայց կարևոր է նաև ասենք, որ մեկ մեղքերուն համար թողություն կդրվեր, այն մեղքերը, որոնք գիտնալով գնեին մարդիկ, հրյաները, այն մեղքերը, որոնք գիտնալով գնեին մարդիկ, հետևաբար այդ մեղքերու համար է, բայց դե Աստված ինչու սկսավ գենտանիի մորթով, հետո ժամանակ ու վերջ ըսավ իրենց գենտանիներ պիտի զոհեք ձեր մեղքի փոխարեն, և հետո գսե ժամանակին ավարտին ինչ եղավ։ Գսե երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված իր միածին որդին ղրկեց, որբեսի այդ բոլոր գենտանիներու փոխարեն այլևս վերցվին այդ գենտանիներու մատաղները, Քրիստոսի միջոցով ինքը լա վերջին մատաղը, որ ամբողջ մարդկության մեղքին համար ինքը խաչի վրա պիտի ելեր և պիտի բադարակվեր։ Հետևաբար, մենք այսօր մադաղ գնենք նաև, հայերը մեր մադաղ գնենք, փորձանքեմը ազատելու համար և այլն մադաղ գնենք, բայց գիտնանք շատ կարևոր, որովհետև այս գետը կարևոր գետերեն մեկն է, որ աղանդները մեզի թեմ կպայքարի։ Սուրբ Գիրքի մեջ դեղը դա, գսե որ Քրիստոս եղավ վերջին մադաղը մարդոց մեղքերու համար։ Այսինքն անգևերջ գենտանիներ մադաղ ընելը անընդունելի է, ասիկա հագա քրիստոնյական է, ոչ թե միայն քրիստոնյական չէ, այլ հագա քրիստոնյական է, որովհետև եթե ես քրիստոնյա եմ, ուրեմն գնդունի, որ Սուրբ Գիրքը գսե ինձի, որ Քրիստոսը մեր մեղքերուն համար եղավ վերջին մադաղ, և երբ որ ես մադաղ ընեմ անգամ մի ևս, այդ կնշանակե, որ ես Սուրբ Գիրքի թեմ կգործեմ և քրիստոնեության թեմ կգործեմ։ Հիմա պիտի ասեք, որ դեր այ լավ մենք այդքան մադաղներ կմադուցանենք, ուրեմն ինչ մեծ մեղք գործած ենք, ոչ։ Այդ ինչ որ մենք մադաղ գրենք, անի ուրիշ է, քան այդ մադաղը, որ Հիսուս Քրիստոս եղավ։ Ինչպես։ Մենք մադաղ բառը գարնենք, որպես մադուցանել աղ։ Ինչպես մադուցանել աղ։ Ովևէ մեկը ցես մենք, երբ որ մադաղ պիտի ընե, ինչ կնեն, աղ կբերե կահանային կողմ, կահանան գործմե այդ աղը, և այդ աղը գտանեն, հիմա մեր երկիրներու մեջ թյուրուներ ինչ կնեին, նախքան մորթվեր գենտանի, աղը կգերցնեինք իրեն, մադաղ գնեինք,
աղը գմադուցանի եւ հետո այդ գենտանին գմորտվեր որբեսի օրտնվի անոր միսը հիմա այս երկիրներու մեջ մենք ինչ գնենք այդ աղը գտանենք արդեն մադաղը եփած կլան միսը եփած կլան եւ գտանենք մադաղ գնենք այդ միսի մեջ ուրեմն մենք մադաղ չենք կներ այն հասկացողությամբ որ այդ գենտանին մեր մեղքերու փոխարեն մադաղ գլա գմորտվի այլ մենք մադաղ գնենք աղը գմալուցանենք բարձավես որբեսի այդ միսը օրտնվի հստակ է որովհետև այս գեդը շատ կարևոր է միշտ աղանդները այս գեդի դեմ գբայնեն լավ այստեղ կսկսի փրկագործության խորհուրդը Աստված գսի ավետարանը մարդ եղավ եւ մեր մեջ բնակեցավ եւ որբեսի մարդոց մեղքերը առնե ինքը բادرակվեցավ այստեղ ասոր մեջ ինչ խորհուրդ կա ինքը դժվար է որ երկու բառով միայն ցեզի բացատրեմ բայց միայն ցեզի միտքը պիտի մոտեցնեմ եւ հետո ավակային ամեն մեկ հարցի մասին առանցին Մենք գիտենք, որ Աստված ինչ է երրորդություն մնե։ Ունենք հայր, ունենք որդի եւ ունենք Սուրբ Հոգի։ Եվ այս երեքը մեկ է, մեկ Աստվածություն։ Անուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն որ մեկ է։ Եվ երրորդության մասին ալ բզդիկ օրինակ մտամ, որպեսզի հասկանալի լացեզի։ Ուրեմն մենք ունենք արև։ Արևը արև է։ Արևին լույսը արև է, արևին ճարակայթը արև է, արևին տակությունը արև է, ասոնք անբաժանելի բաներ են արև է։ Հետևաբար արևը էությունն է եւ այդ էությունը զանազան բաներ ունի, հատկանիշներ ունի եւ այդ հատկանիշները բոլորը արևեն կբաժնվին, բայց մեկ միացած կա։ Ճիշտ նույն ձևով երրորդությունը Աստված է Աստված ունի իր հոգին, որովհետև գենթանի էյակ է Աստված, և Աստված ունի իր խոսքը և ունի նաև իր իմացականությունը, և երբ որ մենք կսենք Աստված մարմնացավ, մարդացավ, այսինքն այդ իր իմացականությունը կամ իր խոսքը մարմին արավ Հիսուս Քրիստոսի մեջ, այս է խորհուրդը մարդեղացման գարճը, Լավ։ Ինչ էր նպատակը։ Ինչու պետք էր Քրիստոս մարմնանար եւ այս ամբողջ պատմությունը ինչու համար։ Մենք ասենք, երբ որ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով եւ իր նմանությամբ։ Բայց երբ որ մեղք գործեց մարդը, այդ մարդը պատկերը եւ նմանությունը Աստծո ինչ era գործընծուց, որովհետև Աստված սրբություն է և մեղք մեջը չի գա։ Անոր համար, երբ որ մարդը մեղք գործեց, այլևս սրբություն չէ, ինքը գործընծուց իր այդ պատկերը։ Հիմա Աստված եկավ մարդու գերբարանք արավ ինչու, որպեսզի մարդը տեսնե իր առաջին վիճակը ինչ է։ Նախքան այս գետի մասին ասեմ, կարևոր գետ մնալ կա, որ ոմանք կհարցնեն, լավ ինչու համար պետք է Աստված մարդ ըլլար, եւ ինչու համար ուրիշ ովևէ մեկ մարդը չզոհվեցավ այս մարդոց փոխարեն։ Չզոհվեցավ ինչու, որովհետեւ մարդը չի գար, որ առանց է։ Մենք քիչ առաջ ինչ ասինք, նույնիսկ այդ գենտանին, որ գբերեին, որպեսի զոհ մալուցանեն, պետք է առանց ինչի ըլա, առանց մեղքի ըլա, առանց հանցանքի ըլա, առանց ովևէ մեկ թերության ըլա, չլար գույր ըլա, գաղ ըլա եւ այլն։ Հետևաբար այս մարդն ալ, որ պետք է այս մարդոց փոխարեն զոհվեր, ինքն ալ պետք է առանց թերության ըլար, առանց մեղքի ըլար, բայց այսպիսի մարդ գոյություն չուներ։ Երկու նպատակով եկավ Քրիստոսը, երկու նպատակով Աստված մարմնացավ,
Առաջինը, որպեսի մարդը դեսնե, թե ինք ինչ վիճակի մեջ էր, նախքան իր նախահայրերը, նախամայրերը մեղք գործեն, իսկ երկրորդ պատճառը, որովհետև մարդը պետք է ըլլար, որ անմեղ ըլլար, լրիվ անմեղ, սուրբ ըլլար, որպեսի գարենա այս բոլոր մարդոց մեղքերը առնե եւ ինքը զոհվի այս բոլոր մարդոց մեղքի փոխարեն։ Եթե բարձ մարդը զոհվեր, բարձ մարդը արդեն ինքն ալ մեղավոր է։ Եթե ինքը զոհվեցավ, կնշանակե թե ինքը իր մեղքերու համար զոհվեցավ, ուրիշի մեղքերուն համար չի գնար զոհվի։ Բայց երբ որ մարդն ըլա, որ անմեղ, ինչպես Հիսուս Քրիստոսը, որ մարմնացավ, Աստված, որ մարմին արավ, ինքը իր այդ անմեղության մեջ գրնար ամբողջ մարդկության մեղքերը վրան առներ եւ խաչի վրա։ Ասի բրգակորության խորհուրդ։ Եվ կարևոր կետերեն մեկն ալ է, որ պետք է գիտնանք, մգրդության խորհուրդը։ Ինչ է մգրդության խորհուրդը։ Ուրեմն մգրդությունով մենք գլվածվինք մեր ատամական մեղքերը։ Ժամանակին հրյաներն ալ գլվածվեին, բայց իրենց լվացումը ամենօրյա լվացում էր, ինչպես իսլամները գիտեք, ամեն օր գլվածվին։ Ամեն օր գլվածվին իրենց մեղքերը։ Բայց մենք քրիստոնյաներս մեկ անգամ գլվածվինք։ Այդ մեկ լվացումը ինչ է, այդ մգրդության լվացումն է։ Այդ մգրդությամբ, եւ որ մենք երեխան կմգրդենք, կամ չափահասը կմգրդենք, ինքը կսրբվի իր վրա է այդ առաջին մեղքը, որ Ադամ եւ Եվան մեր նախահայրերը գործեցին, որոնք այդ մեղքը ժառանգելով հասավ մինչև մեզի։ Լավ, մենք վերջացանք այդ մեղքեն մգրդությամբ։ Լավ, ինչպես կվերջանանք մենք մեր ամենօրյա մեղքերեն, որովհետև մարդը դգար է, եւ մարդը որովհետև դգար է, կրնա ամեն օր մեղք գործել։ Մգրդությամբ մենք կվերջանանք հին մեղքեն, բայց այս նոր առօրյա մեր գործած մեղքերը ինչով երթան սուրբ հաղորդությամբ։ Ուրեմն Քրիստոս չէ որ բادرակվեցավ, մադաղ եղավ ամբողջ մարդկության մեղքերու համար, հետևաբար այդ բادرակին մենք մասնագից կդառնանք։ Ուդելով Քրիստոսի մարմինը եւ արյունը, ինչպես որ ինքը ըսավ ըրեք իմ իշադագից, մենք մեր առօրյա մեղքերեն է, որ կվերջանանք։ Այս է ընդհանուր առմամբ այսպես հագիրճ բրգակորջության խորհուրդը սկսած ծննդոցե մինչև Քրիստոսի խաչելությունը եւ Քրիստոսի հարությունը եւ անգևերջ մենք շատ ուրիշ բաներ դիտենք, եթե շարունակեցինք եւ այլն, բայց եթե մինչեւ այստեղ բանը գա, որ հասկանալի չէ, հարցուցեք եւ ցեզի պատասխան։ Հա, ցուրտ է, ես չեմ մրսում, ցուրտ է։ Դա ով որ ուզում է կրանք մերս ծեր գտով բարձացն։ Չեն ուզում։ Լավ, այո։ Մարդիկ գիտեին Քրիստոսի, Հիսուս Քրիստոսի գալը։ Որ մարդիկ գալն են։ Ժողովուրդ։ Ճիշտ անոր համար քիչ առաջ ինչս։ Ասի որ Աստված պատրաստեց ճամփան։ Եվ մարգարեներու միջոցով ճամփան պատրաստեց, սկիզբ իրենց ասավ, որ զոհեր պիտի մատուցանեն։ Այդ զոհերը կմատուցանեին սպասելով ամենամեծ զոհին։ Հետևաբար մարդիկ պատրաստված էին, մարգարեները խոսած էին, օրինակ Եսայա մարգարեն 1000 տարի առաջ ինչ կսեր, կխոսեր Քրիստոսի ծնունդի մասին, գսեր ահավասի գույցը պիտի հղանա եւ զավակը պիտի ծնի եւ անունը պիտի տնեն Էմանուել, որ Աստված մեզի հետ է եւ անիգա պիտի մորթվի մարդոց մեղքերու համար, այս բոլոր բաները ասված են։ Բայց հարցը ինչ է։ Հարցը որ հրյաները ուրիշ ցևով կառնեին եւ ուրիշ ցևով կսպասեին Քրիստոսը։ Ինչ ցևով։ Իրենք կգարձեին, որ Քրիստոսը պիտի գա
որ հրյաներուն հետ պիտի միանա եւ ամբողջ աշխարհի վրա պիտի իշխի եւ մեծ թակավորություն ունի այն ինչ որ ճիշտ է եղավ բայց ոչ թե իրենց մտածած ծավով իրենք դիտարկեին որ սուրով պիտի գա եւ սուրով ամբողջ աշխարհի թակավոր ունի դանիրեին մեկ թակավորություն բայց ինքը եկավ եւ թակավորությունը հիմնվեցավ բայց առանց սիրո միայն խաղաղության եւ այլևս դարբերություն չկար ինքը հեսա դարբերություն չկա հրյայի հետ անոսի եւ այլ չկա բոլորը մեկ են եւ անոր համար հրյաները չընդունեցին եւ մինչեւ այսօր հրյաները կսպասեն որ մեսիան պիտի գա իրենց համար եկած չէ Այո, ըսի քիչ առաջ, որ մենք գժարանքենք ատամական մեղք, ինչպես գժարանքենք, Ադամ եւ Եվա մեղք գործեցին եւ իրենք վրընդվեցան տրախտեն։ Հետևաբար, քանի որ իրենք վրընդվեցան տրախտեն իրենց մեղքին պատճառով, այդ մեղքը ժառանգվեցավ սերունդե սերունդ։ Հիմա սկիզբը Ադամ եւ Եվան մեղքեր չունեին, բայց երբ որ մեղք գործեցին, սկսան մեղք գործել։ Եվ իրենց երեխաներն ալ որոնք ծնան, իրենք ալ սկսան մեղք գործել, որովհետև վերջացավ ժառանգեցին։ Անոր համար է որ նորացին երեխան մենք կմգրդենք ինչու համար, որպեսզի ատամական մեղքեն իրեն վերցնենք։ Երբ որ ելավ ատամական մեղքեն, այն ժամանակ կսկսի այդ իր առօրյայի մեջ միջև որ մեծնա, ինչ որ ուրիշ մեղքեր գործի հաղորդությամբ։ Հստակ է։ Հաղորդության մասին, հաղորդությունն ալ շատ կարևոր է, անշուշտ մեծ բաղությունն է, այսին ժամեր գրնանք այդ մասին խոսիլ, բայց շատ գարջս է։ Շատ մարդիկ կմտածեն, թե ինչ պետք է եկեղեցի երթան։ Եթե աղոթելու համար է, մենք կրնանք մեր դունի մեջն ալ աղոթել, որովհետև Հիսուս կսե ավետարանի մեջ, եթե դու պիտի աղոթես, գնա քո սենյակդ մտիր, դուրդ գոցե եւ աղոթե, եւ Աստված պիտի տեսնի քո աղոթքդ եւ պիտի լսի աղոթքդ։ Լավ գսեն, հավա ինչու համար եկեղեցի երթանք, Գարիկը չկա, քանի որ ամեն դեղ Աստված կլսե մեր աղոթքը, մենք մեր դունի մեջ նստած Աստված կլսե մեր աղոթքը։ Բայց այնտեղ, տեսեք, Սուրբ Գիրքը ամբողջությունն է։ Այսինքն մեջը նոր գդագարանի մասին եթե խոսի, կսկսի Մատթեոս ավետարանը մինչև հայտնություն Հովաննի։ Մենք չենք կրնար ավետարանի մեջ են, բաժինը առնենք եւ ասենք ասանք գսենք։ Չենք կրնար։ Որովհետև բոլորը իրարու կապված են։ Մենք պետք է տեսնենք ընդհանուր միտքի ինչ է եւ հետո հասկանանք եւ կապարն ճիշտ մեր բողոքականներու բեսօրնակի համար իրենք կսեն որ մարդը միայն հավատքով գարտարանա։ Ինչպես հավատքով գարտարանա, մարդը միայն հավատքով չի արտարանա։ Բողոս Արաքյալ եւ որ խոսի հավատքի մասին, սիրո մասին Գսե, եթե ես հավատք ունենամ լերները դեղափոխելու, եթե ես կրնամ լեզուներ խոսի, եթե ես կրնամ մարգարեություն եմ ու այս ամենը ընեմ, բայց գսե, եթե սեր չունենամ, գսե գնոմանին բղինցի, որ գզարնես ցայն ելե, բայց մեջ ու բարավ։ Հիմա ինչու գուզեմ գրասի ասել, որովհետեւ ցեզի միտքը հասցնեմ, ճիշտ նույն ցևով ինչ որ գվերապերի հաղորդության։ Հաղորդությունը աղանդները կամ բողոքականները ընդհանուր առմամբ գսեն, որ այս հաղորդությունը հիշադակն է, բայց նախքան այդ ես քիչ առաջ միտք մտվի, որ մեկ հոգի եթե իր սենյակի մեջ աղոթե, Աստված կլսե իրեն, ճիշտ է, այո, Աստված կլսե իրեն, նույնիսկ առանցինը լա աղոթե տուրն ալ կոցե, նույնիսկ կետնահարկն ալ իչնե կլսե իրեն, բայց նույնադեն ավետարանը ուրիշ դեղ ինչ կսե, գսե ուր որ երկու կամ երեք հոգի հավաքված ըլան իմ անունովս, ես գսե անդեղ եմ։ Լավ, եթե մեկ հոգի առանցին աղոթե, անդեղ է ինքը։ Ոչ։ Լսեք երեխան գսե ոչ։ Աստված ամեն դեղ է։
Բայց ինչու Հիսուսը սա, ուր որ 2 կամ 3 հոգի հավաքվին իմ անունովս ես այնտեղ եմ։ Այսինքն հավատացյալները երբ որ միասին կժողովվին, մեկը գա, որ շատ հավատք չունի, մյուսը գա, որ քիչ ավելի հավատք ունի, մյուսը իր հավատքը ավելի զորավոր է, հետևաբար երբ որ հավատքները մարդիկ իրար փող գուքան եւ դսկսին աղոթել, ինչքան շատ լան իրենց աղոթքը այդքան ավելի իզորու է։ Այսինքն մենք հիմա այստեղ օրինակի համար 40 հոգի ենք կամ 50 հոգի ենք։ Եթե այս 40 հոգիի մեջ 3 հոգի է, որ իրոք կհավատա, ուրեմն Աստված այստեղ, Քրիստոսը այստեղ։ Իսկ եթե 4 հոգի է, որոնք իրոք կհավատան, դեռ ավելի լավ։ Իսկ եթե 10 հոգի է, դեռ ավելի լավ եւ երանի թե բոլորս այսպես են, անպայման ուրեմն Քրիստոս այստեղ է։ Առաջին պայմանը եւ պատճառը եկեղեցին քալու, որովհետեւ հավատացյալներու համախումբը եւ խմբային եղած աղոթքը շատ ավելի կարեւոր է եւ շատ ավելի զորու է։ Հիմա գուքանք հաղորդության հարցը։ Հաղորդությունը ասինք ինչ է, ինչ որ կկատարվի այստեղ խորանին վրա, այս բադարակի խորհուրդը կներկայացնե Քրիստոսի բադարակումը։ Ինչպես որ Քրիստոս խաչի վրա խաչվեցավ, իր մարմինը տվավ մարդոց բրգության համար, ճիշտ նույն ցևով մենք բադարակի ընթացքին այդ բադարակի խորհուրդն է, որ անգամ եւս գնենք հիշելու, որ ինքը մեր մեղքերու համար խաչվեցավ։ Եվ մենք երբ որ գճաշակենք բադարակը, հաղորդությունը գարնենք, Քրիստոս կսե, ով որ իմ մարմինս եւ արյունս կուտե, ես անոր մեջ կբնակիմ եւ ինքը իմ մեջս կբնակի։ Ես անոր մեջ կհաստատվիմ եւ ինքը իմ մեջս կհաստատվի։ Եվ կսե, ով որ անարժանությամբ մոտենա, տեսեք հիմա ճիշտ քիչ առաջ ասի, մարդիկ կսեն, որ կարևորություն չունի, ինքը միայն հիշադակ մնե, Հիսուսը ասած է, երեք իմ հիշադակից համար, ոչ։ Եթե միայն հիշադակ է, կտեսնենք Պողոս առաքյալը ինչ կսե ան որ անարժանությամբ մոտենա Տիրոջ մարմինին եւ արյունին, ինքը կսե անիգա իրեն դադարդություն պիտի ելնա։ Ուրեմն բարձ հիշադակ չէ, այսինքն եթե մեկը կա հիշադակի համար առնե հաղորդությունը երթա, առանց գիտնալու եւ առանց արժեքավորելու, անիգա մեծ մեղք մնե եւ անիգա իրեն դադարդության պատճառ։ Բադարակը կարևոր է, այո բադարակը կարևոր է։ Հաղորդություն առնելը կարևոր է, այո հաղորդություն առնելը կարևոր է, որովհետեւ ով որ հաղորդություն կառնե, Քրիստոս իր մեջ կհաստատվի, իր մեջ կապրի եւ ինքը Քրիստոսի մեջ։ Հետևաբար անոր համար ես միշտ կսեմ, եւ դուք ալ լսեցեք եւ քացեք լսեցուցեք ուրիշին։ Ան որ քրիստոնյա է պետք է Քրիստոսի մարմինին եւ արյունին հաղորդակից ըլլա, չի գրնա։ Պիտի ընդունիս անիգա, պիտի հաղորդվիս, որպեսի քու մեջդ մնա ապրի։ Բայց երբ որ ես ժամանակ 1 տարի, 2 տարի, 5 տարի, 10 տարի ես հաղորդություն չառնեմ, անիգա իր ուժը իմ մեջս չի մնա։ Արդեն ինչու է մենք գտեսնենք, որ Եվրոպայի մեջ մանավանդ եկեղեցիները բարավ են, որովհետև մարդիկ այս հաղորդության իմաստ եւ արժեքը չեն գիտեն։ Մարդիկ հերույ են, չեն հաղորդվի, բայց երբ որ իրենք հաղորդվին, արդեն հաղորդություն ինչ կնշանակի ուրիշ իմաստ ալնի։ Հաղորդություն, այսինքն հաղորդագից ըլլալ, հաղորդագից ըլլալ։ Հիմա ես եւ որ ծնողքիս կհեռացայնեմ տելեֆոնով հաղորդագից կլամ իրենց։ Եվ որ Քրիստոսի մարմինը կճաշակեմ, Քրիստոսի հետ հաղորդագից կլամ, հաղորդություն կառնեմ եւ իմ եւ իր մեջը գապ կստեղծեմ։ Անոր համար բադարակը շատ կարեւոր է, հաղորդությունը շատ կարեւոր է։ Ճիշտ է որ դժվարություններ կան, գարկ մարդիկ կան, որոնք գաբրին քաղաքներու մեջ, որ հարյուրավոր կիլոմետրներ հեռու են։ Բայց կան մարդիկ ալ, որոնք գաբրին քաղաքի մեջ եւ չեն կար եւ հաղորդություն չեն արներ, ինչու մեղատրելի չեն, որովհետեւ չեն գիտեր։ Ով որ չի գիտեր, ավելի քիչ մեղք կհաշվի իրեն,
Բայց ով որ գիտե եւ չի կար, անիկա իրեն ավելի մեծ մեղք կպատճառի։ Հիմա դուք գիտակ, ես ձեզի բացատրեցի, եթե դուք հաղորդության չքաք եւ հաղորդություն չառնեք եւ որ բادرակ գլա, անիկա ձեզի մեղքի, բայց ուրիշ հարց մնա։ Ոչ թե միայն այդքան դուք գիտակ, հիմա դուք ալ ձեր պատճառով պետք է ուրիշներուն ասեք, որ այսպես է։ Հիմա անգևերջ հանցանքը ձեր վրայեն ելե։ Իրենք ուքան չեն կար իրենց հարցն է, դուք ձեր բարդականությունն է ասեք, բայց ձեր ալ բարդականությունն է, որ միշտ բادرակին ներկա է։ Քոնե, այսինքն այստեղ ամիսը մեկ անգամ գլա, ես կնախնդրեմ, որ քրիստոնյան, եթե հնարավոր ըլա, ամեն օր ալ հաղորդություն առնի, պետք է ամեն օր հաղորդություն առնի։ Եթե շաբաթը մեկ անգամ է, շաբաթը մեկ անգամ դառնի։ Եթե ամիսը մեկ անգամ է, ամիսը մեկ անգամ դառնի։ Հավատացեք, որ մարդիկ կան ես կճանչնամ, որ ամեն շաբաթ 100 կիլոմետրեն ավելի ջամփա կզառնեն, որովհետեւ երթան հաղորդությունը։ Որովհետեւ գիտեն ինչ է։ Բայց ան որ չի կար, որովհետեւ ինքը չի գիտեր ինչ է, իրեն համար կարևորություն չէ։ Նորից հաղորդության մասին, հաղորդության ժամանակ ինչի կանայք պետք է զիջեն համարտած եւ շատ անգամ չեն զիջում։ Չէ, զիջել չէ, որ սկզբից տղամարդիկ ստանան հաղորդությունը։ Չէ, զիջում չկա։ Մեր եկեղեցի մեջ մենք կսենք, որ գինը իր գլուխը գծածկի, անիկա ուրիշ հարց է, բայց զիջում չկա, որ առաջ տղամարդը պիտի կա, որովհետև Պողոս առաքյալը գսե քրիստոնեության մեջ ասալ գիցեք, իսլամներու մոտ տարբեր բան։ Մենք չեմ գիտեր, եթե մեծ մասամբ իսլամական շրջանի եկած եք, չեմ գիտեր, կամ ֆիլմերու մեջ տեսած եք դիվայրն։ Իրենց կով նախ տղամարդը, հետո գինը մերկով անիկա չկա։ Պողոս առաքյալը գսե խտրություն չկա, ոչ հրիայի, ոչ հետանոսի, ոչ արվի, ոչ եկի, ոչ մեկ ցևով։ Եվ ես չեմ հիշեր, որ եկեղեցի մտածած եմ, որ առաջ տղամարդը պետք է կա գամ գինը։ Բոլորն միասին։ Այո, դրամից։ Աղորդություն բացելու իվանս է, որ մեր եկեղեցին անդրադառնալ, ես կապված եկեղեցի ծերքին է։ Հիմա անած։ Մենք մեր եկեղեցին եւ որ հաղորդություն գուտան Քրիստոսի մարմինը եւ արյունը քինիի մեջ դատված հացը անի է որ բայց կաթոլիկներու կո իրենք հացը գուտան առանց դատխելու քինիի մեջ ան է դարբերությունը հիմա անալ Քրիստոսի մարմինն է չեմը հստակ է իրենք արյունը չեն դար իրենք կսեն որ միայն կահանաներն են սեղանի վրա, որ միայն իրենք կրնանք արյունը խմել։ Իրենք միայն հացը գուտան, բայց մենք հացը գտատվենք քինիի մեջ եւ այսպես գուտանք ժողովրդին, հետեւաբար թե ինչու ցերքի մեջ չենք դար, որովհետեւ անիկա մեզի մեր եկեղեցին համար սրբություն սրբոց է, սուրբ համն է։ Չենք կրնար մենք մեգումը ցերքը դալ, որովհետև չենք գիտեր իր ցերքը ինչ մեղքեր գործած են կամ ինչ հանցանքներ գործած են։ Անո համար պետք է անպայման իրենց բերանի մեջ։ Ոսկս մատաղի մասին, ես պահի ժամանակ Մադաղ, այս աղ գրնակ մադուցան է։ Գարելի է, աղ մադուցանելը գարելի է, դրամից է։ Իմաստը նույնն է, հաղորդությունը նույնն է, բայց այս մեկ տարբերությունը կա, որ ցեզիսի մեր եւ իրենց միջեւ, բայց թե հիմա ուրիշ հարցում ալ կհարցվի, գսվի որ մենք գրնանք կաթոլիկներու կով հաղորդություն առնել կամ չենք գրնալ։ Կաթոլիկները գրնան մեր կով հաղորդություն առնել կամ չեն գրնալ, դժբախտաբար չենք գրնալ։ Իսկ որ առնում եք դա մեղք է։ Առնում ես դա մեղք չէ, բայց շիդակ չէ։ Ասեմ ինչու։ Անցյալներ ինձ մեկի իմեյլ գրեց, որ ներկա է այսօր այստեղ եւ հարցուց որ մենք մեր շրջանի մեջ եկեղեցի չունենք։ Եվ մենք ուզենք եկեղեցի երթալ, հաղորդություն առնել, արդյոք կաթոլիկներու կով երթանք,
նայեցեք, մենք առաքելական ենք եւ օրթոդոքս ենք եւ ուղղապար ենք, ասալ կարեւոր է ցեյսը, որովհետեւ դուք գիտնեք։ Շատ հաճախ մեզի կգոչեն Գրիգորյանս կսենք, կամ լուսավորչական կսենք։ Մենք լուսավորչական չենք, մենք Գրիգորյանալ չենք, մենք առաքելական ենք, այսինքն մեր հավատքը եկած է առաքյալներեն, Գրիգոր լուսավորիչը հետո եղավ, Գրիգոր լուսավորիչը եղավ մեր առաջին կաթողիկոսը, բայց եւ որ իրենք մեզի գսեն լուսավորչական, իրենք ասել գուզեն, որ մենք քրիստոնեությունը մեր եկավ Գրիգոր լուսավորիչի օրով, համար չենք ընդունիր, գսենք, որ մենք առաքելական ենք, Տատյոս եւ Պարտովմեոս առաքյալները եկան Հայաստան եւ քարոզեցին։ Իսկ կանք երկրորդ կետի։ Դե ինչու հաղորդություն չենք գնար առնել, եթե ես քաղաքի մեջ կգտնվեմ, որ հայ առաքելական եկեղեցի չի գա, ռուս առաքելական եկեղեցի չի գա, ղպտի եկեղեցի չի գա, առաքելական եկեղեցին եթե չգա, արգելք չգա, որ հաղորդության համար ես երթամ կաթողիկներու կողմ հաղորդվին, խորհուրդը նույն խորհուրդն է։